Ով է նեղությունների մեջ պարծենում։ Ոնց ես պարծենում, հետաքրքիր է։ Պետք է Աստծով պարծենաս, ոչ թե գլուխ գովաս, որ նեղության մեջ ես, այլ Աստծով պարծենաս, քեզ նեղություններից հանողով պարծենաս, որի անունը Տերերի Տեր Հիսուս Քրիստոս, որ անցավ նեղությունների մեջով եւ հաղթանակ տարած Աստված է։ Նեղությունների մեջ էլ պարծենում ենք, գիտենալով, տեսեք ինչ բանաձև է, սա ոնց որ մեր հոգևոր մարզանքը լինի։ Նեղությունը համբերություն է գործում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Ով է ուզում հույս, տեսեք որտեղից է սկսում, արմատը նեղությունն է, որովհետև դու անցնում ես արդեն, հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ, Սուրբ Հոգու ձեռքով, որ տրվեց մեզ։ Որովհետև երբ որ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը մեզ համար իր ժամանակում ամբարիշտների փոխարեն մահացավ։ Երբ որ տկար էինք, երբ որ չէինք կարողանում, երբ որ դժվար էր, երբ որ մենք նեղությունների մեջ էինք, այդ ժամանակ արդեն Հիսուս Քրիստոսը մեզ համար մահացավ։ Մեր փոխարեն մահացավ։ Սիրելիներ, հավատացեք, մարտահրավեր եմ անում, ստուգեք, չկա այդպիսի հավատք, որի առաջնորդը հենց ինքն է փորձված, ընտիր գտնված, ամեն փորձություններով անցած եւ նոր է դառել առաջնորդ։ Քրիստոնեությունը դա կարող էր չանցնել, շատերը չեն էլ հասկանում։ Ես մի օր մեկին, ով որ չէր հասկանում, ասում էի, լսի, մեկը իրավունք ունի դատելու, որ ինքը անցած է։ Իսկ ով է անցած։ Մեր Տերը։ Գնացեք այդպիսի հավատ գտեք, չեք էլ գտնի։